նայենք Զելենսկու օրինակի վրա։ Հայաստան պատերազմ սկսեց, եվրոպացիք են, որ չտեսնելու տվեցին, բացարձակ որևէ ռեակցիա չտվեցին, ոչ մեկ զենք չառաջարկեց, ոչ մեկ աջակցություն չառաջարկեց, իրանք բոլորը հետ քաշվեց։ Զելենսկու դեպքում հակառակը եղավ, չէ՞, միանգամից առաջին օրվանից եկան, թեև թիկուն կանգնեցին, սկսեցին զենք մատակարարել, սկսեցին փող տալ, բջջում այնքան անծայրացիր, որ հիմա միլիարդների կոռուպցիա ունեն այդ երկրում։ Եթե իրա հետևը կանգնած լիներ մեկը, որը իրան տես թեև ու թիկունք տար եվրոպացիների տեսքով փող տար ու ինչ որ ձև աջակցեր, ինքը գնար այլ ֆորմատի։ Միանշանակ ինքը մի բան ունի, նպատակ ունի բոլոր հնարավոր մեթոդներով իշխանություն պահել։ Դա կլինի ժողովրդի սիրո միջոցով, բայց այդ քիչ աշխատող գործիքա դրա համար այս պահին դրան չի անդրադառնում։ Դա կլինի արտաքին ուժերի աջակցություն։ Ընդ որում այդ արտաքին ուժերի մեջ բացարձակ բան չունի, նախընտրություններ չունի, էլի որ ասես, եթե այս պահին Էրդողանն աջակցում, շատ լավ է, եթե վաղը Պուտինը կաջակցի, էլի ինտիրա, ինքը որից նախընտրություններ չունի։ Այս մարդը էմերջենսի կյանք է ապրում, ամեն աստծո օր թազա խնդիր է մարում։ Ու իր բոլոր գործողությունները դրան են ուղղված։ Ինչ էլ որ մի քիչ ավելի երկար բան է, ծրագիր է, հա, օրինակ այս եկեղեցին երկար ծրագիր է, կարճ բան չի, էլի մի շաբաթվա, մի օրվա համար չի անում։ Էդ էլ անում է քարոզարշավի շրջանակներում, որ հաջորդ ընտրություններում կարողանա ավել ձայն հավաքի։